2026 թվականի հունվարի 1-ից կգործի նման օրենք ևս։ Այն մարդիկ, ովքեր ցանկանում են ստանալ Ֆրանսիայի կեցության փաստաթուղթ, նրանք պիտի հանձնեն նախորոք քննություն, որի համաձայն պիտի նրանք լրացնեն տեքստ, որը կազմված է 40 հարցերից եւ պետք է անպայման պատասխանեն գոնե 32-ին, այսինքն 80% բարելավեն հարցերի ճիշտ պատասխանը։ Նման դեպքում արդեն նրանք կստանան համապատասխան տիտղը սեժուրը կեցության, այսինքն երբ որ դիմում եք դուք ներկայացնում, այդ ընթացքում կարող են ձեզ կանչել պրեֆեկտուրա եւ նման քննություն հանձնեք, որտեղ կան հիմնական հարցերը Ֆրանսիայի պատմության, Ֆրանսիայի քաղաքականության, Ֆրանսիայի տնտեսության, Ֆրանսիայի ընդհանրապես կուլտուրայի մասին բոլոր տեսակի հարցերը։ Եվ հարցերին պատասխանելուց հետո արդեն դուք համապատասխան իրավունք կունենաք շարունակելու ձեր փաստաթղթի գործընթացը։ Իսկ այն մարդիկ, ովքեր թարմացնում են իրենց փաստաթղթերը, որը որ դուք գիտեք կատարում է ամեն տարի, կամ էլ 4 տարին մեկ, 2 տարին մեկ անգամ, այսինքն առաջին անգամ թղթերը ներկայացնելուց հետո այլևս թարմացնելու համար դուք որևէ փաստաթուղթ չեք ներկայացնելու, ինչպես որ կատարվում էր նախկինում, այսինքն վերջ է դրվում ֆրանսիական բյուրոկրատիզմին։